Renews Media-ն շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում, ես Սոնա Թումանյանն եմ։ Առանց ավելորդ աղմուկի մենք շարունակում ենք թարմացնել աշխարհի լրահոսը ամենօրյա ռեժիմով։ Ազգային ժողովում հերթական նիստն է, իշխանությունն ու ընդդիմությունը փոխանակվում են բորբոքված հայտարարություններով։ Առաջինը ելույթ ունեցավ Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Պատգամավորը վստահ չէր, որ իր ելույթի ընթացքում ինչ-որ ստատուս չի գրվի, բայց արձանագրեց, որ այս պահին հայ առաքելական եկեղեցին ավելի շատ հետևորդներ ունի, քան երբևէ։ Պատգամավորը նշեց, որ Հայաստանի բանտերում դժվար թե կարողանան բոլորին տեղավորել։ Ես չեմ պատրաստվում այդ բառապաշարով անդրադառնալ ձեր բոլոր գրառումներին եւ մտքերին, ճիշտն ասած, որ շատ էլ ուզենամ, չեմ էլ կարող։ Դուք անմրցելի եք այդտեղ հատականդհատ ծագելու մրցույթում, չնայած չէ, մի քաղաքական գործիչ կա, որ մրցում է այդտեղ ձեզ հետ, եւ դա քաղաքական գործիչ Աննա Հակոբյանն է, ամեն դեպքում ձեր ընտանիքին է պատկանում անընդհատ հատակը ծագելու մրցանակը։ Հայ ժողովրդին հիմա չի հետաքրքրում։ Գնացեք հենց հիմա Բաղրամյանում ցույց անող անհետ կորածների ծնողներին տեսեք, որ հարցն է հետաքրքրում։ Հետաքրքրում է արդյոք սրբազաններից որևէ մեկը ենթադրյալ կուսակրոնության ուխտը խախտել է, թե երեխան որտեղ է։ Հարց ինձ այսօր այստեղ բերող վարորդին տաքսում ագարակից Չեր հետաքրքրում կուսակրոն հոգևորականներից որ մեկն է ուխտը խախտում, հետաքրքրում էր հեղուկ գազը ինչու է այդքան թանկացել։ Կուսակրոն հոգևորականների ենթադրյալ իրենց ուխտը խախտելու հետևանքով, ջերմուկում հիմա թուրքերը։ Կուսակրոն հոգևորականների ենթադրյալ իրենց ուխտը խախտելու հետևանքով եք դուք Սոնա Մնացականյանին ավտոյի տակ գցել եւ հեռացել։ Մեր որ մի խնդիրն է այս խնդրի հետ կապված։ Ուրեմն ինչի եք այս խնդիրը արհեստականորեն օրակարգ բերել։ Հաջորդն ամբիոնին մոտեցավ Էլինար Վարդանյանը անդրադառնալով սեփականության ազգայնացմանը եւ նշեց մեջբերում եմ, չեմ կասկածում, որ անելու եք, խլելու եք։ Պատգամավորը խոսեց ներդրումների կտրուկ անկման մասին համեմատելով 2023-ի ուղիղ ներդրումները, որոնք կազմում էին 580.4 միլիոն դոլար, նախորդ տարվա 138.5 միլիոն դոլարի հետ։ Դուք adekvat եք, երբ այս ամբիոնից գալիս եք եւ հոխորտում եք սեփականության ազգայնացման մասին։ Ես չեմ կասկածում, անելու եք, խլելու եք։ Ու ձեր շարքերում եղած գործարարների, այն որ օրը մեջ մի հատ սուպերմարկետ են բացում ու չգիտեմ ինչ գույքեր են ձեռք բերում, պետք եղավ իրանցնել եք ազգայնացնելու։ Ձեր էստեղի նստած գործարարներին եք ազգայնացնելու։ Բայց հասկանում եք, թե դրանով ինչ լուրջ հարվածի տակ եք դնում արկա եւ հնարավոր ներդրումները։ Ընդդիմության անկեղծ ելույթներն արտահերտ ելույթով ընդհատեց Ալեն Սիմոնյանը, հորդորելով, որ եկեղեցու եւ կտրիչ Ներսիսյանի միջև կամ քերակնոջ միջև հավասարության նշան պետք չէ դնել։ Ազգային ժողովի խոսնակը արձանագրեց, որ մեջբերում եմ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը որևէ տեղ եկեղեցու հետ խնդիր չունի, հավատքի հետ ոչ մի խնդիր չունի։ Եվ հետաքրքիրը գիտեք որն է եկեղեցու խոսակցության մեջ, որ եկեղեցու կողքը կանգնած հայտարարած մարդիկ հիմնականում կաթոլիկ են եւ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ են, այսինքն իրանք այնքան են կանգնած, որ այլ եկեղեցու ներկայացուցիչներ են եւ դրա մասին որևիցե մեկը չգիտես թե ինչու չի խոսում, բայց միևնույն ժամանակ այդ նույն անձնավորությունները, որոնք որ խոսում էին խմբակների մասին, որոնք հոխորտում էին Հայաստանի Հանրապետության հասցեին, հələ մի հատ պատկերացրեք, որ այն երկրում, որտեղ որ իրանք փող են աշխատում եւ բնակվում են, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում, կես բերան մի հատ ասեին այն խմբակը, որ այսօր ղեկավարում է ՌՏՌ ասեին, ինչ կլիներ իրանց հետ։ Ինչ կլիներ իրանց հետ։ Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ իր ելույթը սկսեց Նիկոլ Փաշինյանից ձայնագրություն միացնելով։ Գրիգորյանը խոսեց մեջբերում եմ WhatsApp-ի SMS-ների եւ Facebook-յան արդարադատության մասին։ Պատգամավորի ելույթին տեղից արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ազգային ժողովում իրավիճակը կտրուկ սրվեց։ Որևէ կերպ չվախենակ, ես չեմ վախենում, 100 հազարավոր մարդիկ չեն վախենում եւ իսկապես չկա մի բանդ, որում կարող եք տեղավորել 100 հազարավոր մարդկանց, ովքեր պահելու են իրենց ինքնությունը, ովքեր լինելու են եկեղեցու կողքին եւ այն
մարդկանց կողքին, ովքեր իսկապես արժեք են ստեղծում։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ Տիկին Գրիգորյան, լրություն։ Առաջարկ կա։ Լավ, դալիճում լրություն, պարոն վարչապետ, դրա մասին ելույթի ժամանակ։ Իշխող խմբակցությունից Վահագն Ալեքսանյանը հորդորեց վախերից չխոսել եւ շարունակեց Աննա Գրիգորյանի ելույթին արձագանքելով։ Ժողովուրդ ջան, այս երկրում Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոն զբաղեցրած միակ մարդը, ով Ալիևից ոչ միայն հավանություն, այլև երաշխավորագիր է ստացել, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Վարչապետ Փաշինյանը մոտեցավ ազգային ժողովի ամբիոնին եւ հնչեցված շատ մտքեր անվանեց արժեքավոր, որոշները մեջբերում եմ արժեքավոր են իրենց անարժեք լինելու մեջ, որովհետեւ երբեմն ավելի ակտիվ մտածելու տեղիք են տալիս։ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե 2022 թվականի հոկտեմբերի 6-ից է ինքը դարձել Հայաստանի առաջին ղեկավարը, ով ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Մեջբերում եմ. Ես գիտեմ այն օրը, երբ որ ես վերածվել եմ Հայաստանի Հանրապետության լիարժեք վարչապետի եւ այդ կետից սկսած մինչև օրս գործում եմ բացառապես այդ տրամաբանությամբ։ Դա 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ որ ես դարձել եմ Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարը, ով ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Երբ որ ես նոր Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձա, ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ պայմանականորեն եւ ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ։ 2025 թվականի հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, որ ես արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետության լիարժեք եւ ամբողջական վարչապետ է։ Վերջին օրերին լրահոսում ակտիվ քննարկվում է վարչապետի այցը Թուրքիա։ Լուրն առաջինը հաստատել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հիմա արդեն պաշտոնական հայտարարություններ են տարածվում։ Հունիսի 20-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի առաջին աշխատանքային այցը Թուրքիա։ Թե թուրքական, թե հայկական լրատվամիջոցներում կանխատեսումներ են հանդիպման օրակարգի վերաբերյալ։ Ըստ թուրքական ձևակերպման Փաշինյան Ալիև հանդիպման ընթացքում խաղաղության պայմանագիրը եւ Զանգեզուրի միջանցքի հարցն է քննարկվելու։ Ռեպորտաժում լսենք մամուլի կանխատեսումներն ամփոփ։ Պատմական այս ձևակերպումն են օգտագործում թուրքական հայտնի լրատվամիջոցներ իրենց գլխագրերում ու շարունակում Թուրքիան սպասում է Նիկոլ Փաշինյանին։ Վաղը Անկարայում կհանդիպեն Փաշինյանն ու Էրդողանը, սա ամենաբարձր մակարդակով Հայաստանի ղեկավարի առաջին աշխատանքային այցն է Թուրքիա։ Թե ինչ են քննարկելու, Փաշինյանը լրագրողներին չի ասել։ Այցի վերաբերյալ ուղղակի պայմանավորվածությունները չխախտելու համար համատեղության իմաստով հայտարարությունների այս պայն ընդհանրապես ասեմ այն ինչ որ արդեն հայտնի է։ Պատմական այդ ձևակերպման հեղինակ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել էր, կապ չունի, որ երկրի աջակցությամբ կկնքվի խաղաղության պայմանագիրը, այն ըստ նրա լինելու է բոլորի շահերից բխող։ Հայաստանը եւ Ադրբեջանը որևիցե մի երկրի, նույնիսկ ոչ տարածաշրջանային երկրի աջակցությամբ կամ որևիցե մի մայրաքաղաքում, եթե խաղաղության պայմանագիր ստորագրեն, դա կլինի բոլորի շահերից, բայց ինչպես տեսակ, խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը եւ Հայաստանը ավարտին հասցրեցին միասնական եւ երկու կողմը կորոշեն էլի, երբ որ դրա ժամանակը գա, թե որտեղ կկնքեն, ինչ միջնորդություն կլինի միջնորդություն, թե ընդհանրապես միջնորդության կարիք չի լինի։ Թուրքական լրատվամիջոցները հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին գրում են, որ Էրդողանն ու Փաշինյանը քննարկելու են խաղաղության պայմանագիրն ու Զանգեզուրի միջանցքի հարցը։ Ըստ հոդվածագիրների Անկարան հույս ունի, որ Փաշինյանը, չնայած երկրի ներսում հանրային ու քաղաքական անհամաձայնությանը, պատրաստ է նոր քայլերի Զանգեզուրի
միջանցքի վերաբերյալ։ Թուրքական լրատվամիջոցները կանխատեսում են, որ Էրդողանի հետ բարձր մակարդակի շփումները կուժեղացնեն նաև Փաշինյանի դիրքերը երկրի ներսում, հատկապես հաջորդ տարի սպասվող ընտրություններից առաջ։ 24 News-ը, որին առաջինն էր հայտնի դարձել Թուրքիա մեկնելու լուրը, գրում է, որ իր ունեցած հավաստի տեղեկություններով Փաշինյանը Էրդողանի հետ քննարկելու է խաղաղության պայմանագրի կամ նմանատիպ մեկ այլ փաստաթղթի ստորագրումը։ Այն հնարավոր է ստորագրվի կամ սեպտեմբերին Վաշինգտոնում կամ դեկտեմբերին Էմիրություններում։ Լրատվամիջոցի աղբյուրն ասել է, որ Փաշինյանին հաջողվել է սահմանադրության փոփոխության նախապայմանը հանել բանակցություններից, ադրբեջանցիներին ցույց տալով, որ ոչ մի սոցհարցումով դրան հասնել ուղղակի հնարավոր չէ, եւ նմանատիպ զարգացումները վտանգավոր են իր իշխանության համար։ Դրա փոխարեն նա հանձն է առել հայ առաքելական եկեղեցու դիրքերը թուլացնելը։ Կա նաև երկրորդ նախապայման՝ հեռացնել ռուսական ռազմաբազան պայմանագրի ստորագրումից հետո։ Իդեպ մինչև Փաշինյանի հետ հանդիպումը այսօր Էրդողանը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Նախագահները մասնակցելու են երկրաշարժից հետո Քահրամանմարաշ քաղաքում կառուցված ադրբեջանական թաղամասի բացմանը։ Հնարավոր է վաղը Անկարայում հանդիպեն նաև Փաշինյանն ու Ալիևը, թե հայկական, թե ադրբեջանական կողմերից հայտնում են, որ նման հանդիպում նախատեսված չէ։ Թեև մեկ անգամ չէ, որ տարբեր առիթներով Փաշինյանն ու Ալիևը, ինչպես ասում են, ոտքի վրա շփումներ են ունեցել։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։ Մինչև ազգային ժողովի պատգամավորները քննարկում էին որքանով է իրավաչափ եւ օրինաչափ գործարար Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների շղթան, հայտարարվեց գործարարի 2 ամսով կալանավորվելու մասին։ 3 կեսգիշերին մոտ Կարապետյանի փաստաբանները լրագրողներին ասել են, որ դեռ չեն հասցրել ծանոթանալ կալանքի հիմնավորումներին։ Նրանք տեղեկացրել են, որ բողոքարկելու են կալանքի որոշումը, որն ըստ նրանց ակնհայտ ապօրինի է։ Սամվել Կարապետյանը, որ մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ, ուղերձ էր հղել իր աջակիցներին, որոնք հակվակված էին դատարանի առջև։ Նա իր մեղադրանքն անվանել է շինծու, կալանքն ապօրինի։ Կարապետյանը վստահեցրել է, որ մշտապես լինելու է իր ժողովրդի եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։ Իմ գործընկեր Սիմոն Հովհաննիսյանը շարունակում է հետևել իրադարձությունների ընթացքին եւ ներկայացնել թարմացումներ։ Դիտենք։ Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն նրան տեղափոխել են նոր կառուցված Արմավիրի քրեակատարողական հիմնարկ։ 3 գիշեր կալանավորումը որպես խափանման միջոց որոշեց դատարանը 2 օր առաջ արած այս արտահայտության հիման վրա հարուցված քրեական գործով։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Իշխանությունները վտանգ տեսան, մասնավորապես Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հեսա մենք մեր ձևով կմիջամտենք ձեզ»։ Դա քրեական գործի տեսքով եղավ։ Կարապետյանին մեղադրում են իշխանությունը զավթելու Ես ինչքան էլ ժողովրդավարություն ամենակոշտ եւ ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում։ Իսկ եթե այդ իմ ձևովը մոմ վառելն էր, ինչու միանգամից քրեական գործ հարուցվեց։ Փաշինյանը ասաց, թող ցուցմունքով դա ասի։ 4 ժամ տևած դատավարության ընթացքում փաստաբաններն ասում են 3 ժամն իրենց հիմնավորումներ, թե ինչու չկալանավորել։ Հոդվածը ծանր է, հիմքերը երերուն։ Բնականաբար այս քրեական վարույթի շրջանակներում ամբողջությամբ զետեղված նյութերը չեն խոսում քրեական օրենսգրքով մեղծագրված հիմնավոր ինչպես կասկածի մասին, այնպես էլ հիմքերի մասին։ Ուստի կարող եմ այս բանին միայն նշել, որ որոշումը ակնհայտ ապօրինի է։ Սամվել Կարապետյանը իր աջակիցների համար կոչ էր պատրաստել, ասելով, որ չի հանձնվելու։ Կարդաց եղբորորդին Նարեկ Կարապետյանը։ Ցավոք դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի եւ իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին, ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն, հանուն արդարության եւ առանց հանձնարարությունների։ Ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա, առաջ Աստված։ 3 փաստաբանները նշեցին, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։ Այդ ժամանակ դատարանի ներկայացրած կալանավորման հիմքերին դեռ չէին ծանոթացել։ Մանրամասներն իմանալու համար փորձեցինք կապվել փաստաբանների հետ, դեռ արձագանք չենք ստացել։ Քրեական գործին զուգահեռ գործարարի ընտանիքին պատկանող Տաշիր պիցցայի առնվազն 8 մասնաճյուղի աշխատանք է կասեցվել երեկո այսօր։ Սիմոն Հովհաննիսյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։
Մայրաթորն էլ անարձագանք չի թողել Սամվել Կարապետյանի կալանավորումը տարածելով հայտարարություն, որտեղ նշվում է. քրեական դատարանը ակնհայտորեն տեղի տալով իշխանության բացահայտ ճնշումներին որոշել է կալանք կիրառել ազգային բարերար Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Նրա նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է, նպատակ ունենալով վախի եւ սպառնալիքի կիրառմամբ հայոց եկեղեցուն զրկելու հավատավոր իր հոտի աջակցությունից։ Խստորեն դատապարտելով ամոթալի այս վարքագիծը գնահատում ենք այն որպես հարված ինչպես Հայաստանի Հանրապետության վարկին ու հեղինակությանը, այնպես եւ հայոց եկեղեցուն։ Մեջբերման ավարտը։ Եկեղեցի պետություն բազմասերիանոց նովելը ցավոք հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ 2018-ին հիացմունքով հայկական Թավշյա հեղափոխության մասին պատմող BBC-ն անդրադարձել է Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, նշելով, որ սա չլսված արշավ է ընդդեմ եկեղեցու։ Արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցը հիշեցրել է, որ Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո ամենայն հայոց կաթողիկոսը Փաշինյանի հրաժարականի կոչ արեց եւ հարաբերությունները վերջնականապես փչացան, բայց աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունները սովորեցին գոյակցել մինչեւ անցյալ շաբաթ, երբ արդեն վարչապետը կոչ արեց պաշտոնանկ անել եկեղեցու առաջնորդին։ BBC-ն իր հոդվածում ներառել է նաև այն փաստը, որ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ հայ առաքելական եկեղեցուն ավելի շատ են վստահում, քան կառավարությանը։ Գնանք հակամարտության գոտի Իսրայելի տարածքում վերջին հրթիռային հարվածներից հետո հրապարակվել են տուժածների վերաբերյալ նոր մանրամասներ։ Իրանն ու Իսրայելի օդային պատերազմի 7-րդ օրը սկսվել է Իրանի կողմից Իսրայելի ֆոնդային բորսայի շենքին հարվածներով։ Հարձակման հիմնական թիրախներից են եղել նաև Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարության եւ հետախուզության շտաբը, պաշտպանության բանակի հետախուզական ճամբարը։ Իսրայելական կողմից հայտնում են, որ հարվածել են Արաքի ծանր ջրի հետազոտման ռեակտորի մոտակայքում գտնվող տարածքին, որը Իրանի միջուկային ծրագրի մաս է կազմում։ Իրանի պաշտոնյաները նշում են, որ ճառագայթման վտանգ չկա, քանի որ օբյեկտը տարհանվել էր հարձակումից հետո։ Պուտինն ու Սի Ցինփինը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Ռուսաստանը եւ Չինաստանը հավատարիմ են նույնական մոտեցումներին, խստորեն դատապարտում են Իսրայելի գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Բացի այդ, Մոսկվան եւ Պեկինը ելնում են այն փաստից, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորումը ռազմական լուծում չունի։ Թեհրանի ծայրամասերում կեսգիշերից հետո ակտիվացվել է հակաօդային պաշտպանությունը։ Իսրայելի բանակը հաստատել է, որ առավոտյան հարվածների շարք է եղել Թեհրանի եւ այլ քաղաքների ուղղությամբ։ Նույն ժամերին Իրանը Իսրայելի պաշտպանության բանակի գնահատմամբ մոտ 30 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Հրթիռակոծության տակ են հայտնվել կենտրոնական Հոլոն եւ Ռամադ Գան քաղաքները եւ հարավում գտնվող Բեեր-Շևայի Սորոկա հիվանդանոցը, որտեղ բուժվողներն ու անձնակազմը հրթիռակոծության պահին ապաստարանում էին։ Նախնական տվյալներով 70 մարդ է վիրավորվել, որոնցից 6-ը ծանր վիճակում են։ Իսրայելի ընդդիմության առաջնորդներից Բեննի Գանցը դժգոհել է, որ իրենք թիրախավորում են Իրանի միջուկային ենթակառուցվածքները եւ հրթիռային կայանները, իսկ Իրանը հարվածում է Իսրայելի հիվանդանոցներին ու երեխաներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ դա ամենավատ տեսակի ռազմական հանցագործությունն է եւ Խամենեին պատասխանատվության կենթարկվի իր հանցանքների համար։ Նրա խոսքով ինքը եւ վարչապետ Նեթանյահուն հանձնարարել են բանակին ուժեղացնել հարվածները Իրանի ռազմավարական եւ Թեհրանում կառավարական թիրախների դեմ, նրա խոսքով այաթոլլաների ռեժիմը խարխլելու համար։ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը վստահ է, որ Իրանը միտումնավոր է թիրախավորում խաղաղ բնակիչներին։ Ցախալն էլ հարվածել է Իրանի Արաքիի եւ Նաթանգիի միջուկային օբյեկտներին, նաեւ բալիստիկ հրթիռների եւ հակաօդային պաշտպանության համակարգերի համար հումք եւ բաղադրիչներ արտադրող գործարաններին։ Իրանի պաշտոնական ԻՌՆ գործակալության տվյալներով Թեհրանը միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը տեղեկացրել է հարձակման մասին, Իսրայելին մեղադրելով շարունակական ագրեսիայի եւ միջուկային օբյեկտների վրա հարձակումներն արգելող միջազգային օրենքներին հակասող գործողությունների մեջ։ Իրանի արտգործնախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարություն է տարածել, զգուշացնելով Միացյալ Նահանգներին Իսրայելի եւ Իրանի միջև որևէ ուղղակի միջամտությունից։ Եթե ԱՄՆ ցանկանում է ակտիվորեն միջամտել եւ աջակցել Իսրայելին, Իրանը այլ ելք չի ունենա, քան օգտագործել իր գործիքները ագրեսորներին դաս տալու եւ ինքնապաշտպանվելու համար։ Մեր ռազմական որոշումներ կայացնողների ձեռքում կան բոլոր անհրաժեշտ սցենարները։ Մենք խորհուրդ ենք տալիս ԱՄՆ-ին գոնե մի կողմ մնալ, եթե նրանք չեն ցանկանում կանգնեցնել Իսրայելի ագրեսիան։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել է Վաշինգտոնին, որ հակամարտությանը նրա մասնակցությունը անդառնալի վնաս կհասցնի ԱՄՆ-ին։ Այաթոլլայի հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սոցցանցերում անվերապահ կապիտուլյացիա պահանջելուց մեկ օր հետո, որտեղ նա նշել էր, որ ԱՄՆ-ն գիտի, թե որտեղ է գտնվում Խամենեին, բայց առայժմ չի պլանավորում սպանել նրան։ Իսրայելի բանակի տվյալներով Իրանի վրա վերջին հարվածները վնաս են հասցրել ուրանի ցենտրիֆուգների արտադրության եւ հրթիռների բաղադրիչներ արտադրող գործարաններին։ Անցած 7 օրերին Իրանն արձակել է մոտ 400 հրթիռ Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելը պաշտոնապես հայտարարել է 24 խաղաղ բնակչի մահվան մասին։ Իրանը տեղեկացրել է առնվազն 224 զոհի մասին, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են, սակայն այդ թիվը արդեն 3-րդ օրն է, չի թարմացվել։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Իրանից Հայաստան եկողների հոսքի աճը վերջին օրերին արդեն ակնհայտ է։ Մեր նկարահանող խումբը վաղ առավոտից ճամփա է ընկել դեպի Մեղրի, հասկանալու ինչ իրավիճակ է այնտեղ եւ ամբողջ օրվա ընթացքում մեզ պատմելու իր տեսածի մասին։ Առաջիկա թողարկումներում մենք կունենանք ուղիղ միացումներ։ Ես Անի Հովհաննիսյանն եմ, մենք հիմա գտնվում ենք Երասխից Մեղրի տանող ճանապարհին։ Ինձանից մի քանի 100 մետր այն կողմ գտնվում են հայ-ադրբեջանական դիրքերը։ Մենք ուղևորվում ենք Մեղրիի անցակետ, քանի որ ըստ նախնական տեղեկությունների այնտեղից բավականին մեծ օտարերկրյա ուղևորների հոսք կա։ Գնում ենք այնտեղ հենց տեղից օպերատիվորեն ձեզ իրավիճակը հաղորդելու համար։ Ռանյուս լրատվականը շարունակում է նաև հետևել իսրայելա-իրանական հակամարտությանը եւ քննարկել թեման փորձագետների հետ։ Դավիթ Գենջոյանը այս անգամ զրուցել է ռազմական փորձագետ զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Հայկ Նահապետյանի հետ։ Նահապետյանը համոզված է իսրայելա-իրանական հակամարտությունը ոչ թե մարելու, այլ ավելի ծավալվելու ներուժ ունի։ Նա կանխատեսում է նաև միջազգային կանոնների փոփոխություն համաշխարհային հարթակներում, միաժամանակ զգուշացնում, որ Հայաստանը պետք է զգոնություն պահպանի, այդ թվում փախստականների հոսքերի կառավարելիության հարցում։ Դիտենք ռեպորտաժը։ Իրանական գործոնի թուլացմամբ ուժեղանում է թուրքական գործոնը։ Իրան-իսրայելական հակամարտությունն աստիճանաբար վերածվել է ուղիղ ռազմական առճակատման։ Արդեն 6 օր շարունակ կողմերը փոխանակում են հրթիռային հարվածներ, պատճառելով ավերածություններ եւ զոհեր երկու կողմերում։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի դիտարկմամբ Իսրայելը խնդիր է դրել վերջնական հաղթել Իրանին։ Երկու ճանապարհ կա։ Առաջին՝ ներքին հեղաշրջում, այաթոլլաների կառավարման ինստիտուտի վերացում, որը կուղեկցվի անջատողական տրամադրություններով, հաշվառները, որ Իրանը բազմազգ պետություն է, որտեղ պարսիկները 50% են։ Կա երկրորդ էթնիկ խումբը ազերի են, երրորդը քուրդ են, չորրորդը բելուջ են։ Այս փուլը ոնց որ թե ձախողվեց։ Ուրեմն երկրորդ փուլը ռազմական գործողություններ, որը պետք է վերաճի պատերազմի, այսինքն ցամաքային օպերացիա, որը երկարատև է, մոտ 1.5 միլիոն զինազնակացի սահմանի մոտ կենտրոնացի, որը ներխուժի Իրան։ Պաշտոնաթող գնդապետի համոզմամբ հակամարտությունը կարող է ել ավելի սրվել։ Ինչ այս պահը Իսրայելը իրականացրել է հրթիռային հարվածներ եւ հատուկ գործողություններ, թիրախավորելով Իրանի ռազմական եւ գիտական ղեկավարությանը։ Սակայն ինչպես նշում է Նահապետյանը, Իրանը կարողանում է դիմակայել նման մասշտաբի ռազմական ճնշմանը։ Իսրայելը միջուկային զենք կարող է օգտագործել։ Բայց հաշվառներով այն իրողությունը, որ Իրանը փաստացի առաջին 1-2 օրը Մոսադի հատուկ օպերացիաներից հետո բավականին, այսպես ռազմական ղեկավարության եւ գիտական ղեկավարության կորուստներ ունեցած, շատ արագ համալրվում է, հաշվառներով, որ Իրանը մեծ հաշվով ինքը ռազմականացված պետություն է, այո, պատժամիջոցների տակ 78 թվից գտնող երկիր է։ Նշանակում է, որ այս հերար հրթիռակոծումները շարունակվելու են։ Հակամարտության երկարաձգման վտանգի մասին խոսելիս ռազմական փորձագետը մատնանշում է Չինաստանի դերակատարումը։ Կարծում եմ, որ պատերազմը շարունակվելու է, ինչի համար, որտեղ Չինաստանը հիմա որպես կողմ ոչ հայտարարված ռազմատեխնիկական համագործակցություններ իրականացնում Իրանի հետ։ Ու ասել են 3 ինքնաթիռ, ես կարծում եմ շատ ավելին է, հիմնականում հոբ համակարգերը, որը որ դիվերսիոն խմբերը Մոսադի կարողացան առաջին երկրորդ օրը ոչնչացնել, հոբ համակարգերը։ Թեև Իսրայելը հայտնի է իր հակահրթիռային պաշտպանությամբ, մասնավորապես երկաթե գմբեթով, փորձագետը նշում է, որ բալեստիկ հրթիռների մի փոքր մասն է խոցվել, մնացածը հասել են թիրախներին։ Իրանի հիպերձայնային արագությամբ հրթիռների մարտագլխիկը, եթե իր մեջ կրեց տերմոբար այնպես ինչպես ռուսներն է, ես կարծում եմ Իսրայելի համար եւ ոչ միայն Իսրայելի դե բավականին մեղմ ասած խնդրահարույց է, եթե ոչ ուղղակի ամեն ինչ կարող են Իսրայելի տարածքում ոչնչացնել։ Եվ այդ վտանգը կա։ Նախկին զինվորականը նշում է, հակամարտության սրման հետ մեկտեղ Հայաստանը ակամա վերածվել է տարանցիկ պետության։ Հայաստանը հիմա այս բան արդեն երկու պետության համար տրանզիտ երկիր է դարձել։ Չինաստանի եւ Հնդկաստանի ուսանողները, տուրիստները եւ աշխատողները տարբեր ֆիրմաներ, որոնք Իրանում են, Հայաստանով պետք է դուրս գան։
Այստեղ այդ առումով Հայաստանը կարող է նաև որպես միջանցք հանձնանա։ Իրано-իսրայելական հակամարտության խորացումը համաշխարհային հարթակում ռազմական ու քաղաքական վերադասավորումների պատճառ կարող է դառնալ։ Այս գործընթացում տարածաշրջանի պետությունները անկախ իրենց կամքից կարող են հայտնվել ավելի մեծ խաղում։ Դավիթ Գենջոյան, Մկրտիչ Խաչատրյան, Open Media։ Միացյալ Նահանգներում կարծես ցուցարարների պակաս չկա։ Նյու Յորքում, Բոստոնում եւ Լոս Անջելեսում ակտիվ քաղաքացիները սկսել են դատապարտել Իսրայելի ռեժիմի ագրեսիան Գազայի եւ Իրանի դեմ։ Հնդկական նավից էլ կադրեր են հրապարակվել, թե ինչպես են իրանական հրթիռները հարվածում Իսրայելին եւ Թել Ավիվին։ Ռենյուս լրատվականի հաջորդ թողարկումը ժամը 18-ին է, հետևեք բազմալեզու լրատվությանը մեր սոցիալական հարթակներում ժամը 21-ի թողարկումից հետո։ Տաղավարում աշխատեց Սոնա Թումանյանը, մինչև հանդիպում։